Քրեակատարողական բժշկական կենտրոնը թույլատրել է Միքայել Սրբազանի տեղափոխումը Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ էլ կիրականացվի նրա վիրահատությունը։ Մոսկվայում Փաշինյանին Հայաստանի դեսպանատան դիմաց դիմավորել են բողոքի ակցիայով, մասնակիցները կալանավորված սրբազաների նկարներով պաստառներ են պարզել։ Ակցիային միացել են նաև հոգևորականները, կոչ անելով համախմբվել եւ ամուր կանգնել եկեղեցու եւ վեհափառի կողքին։ Հիշեցնենք, նման բողոքի այցեր իրականացվել նաև 2 օր առաջ Բեռլինում։ Արցախի ներկայացուցչությունում խուզարկության ժամանակ քննչական կոմիտեի աշխատակիցները բացել են սեյֆն ու հայտնաբերել ընդամենը դատարկ թղթապանակներ եւ Ազատ Արցախ թերթը։ Այս մասին ասել է փաստաբան Ռոման Երիցյանը, process-ը համարելով ոչ թե իրավական, այլ քաղաքական։ Փաշինյանը առաջարկում է ադրբեջանցիներին հրաժարվել Հայաստանի տարածքը արևմտյան Ադրբեջան անվանելուց, փոխարենը խոստանալով, որ հայկական կողմն էլ կփակի Արցախի հայերի վերադարձի թեման։ Այս հայտարարությանը անդրադարձել է Վարդան Օսկանյանն, ասելով, որ Հայաստանի պետական շահերը եւ հայ ժողովրդի ապագան վտանգելու տեսանկյունից Փաշինյանի առաջարկը սենսացիոն է։